Դատարանն այսօր պետք է որոշեր մարտի 1-ի գործով անցնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նախկին ենթակաների մեղադրանքը համարում է փոփոխված թե ոչ, բայց այն այդպես էլ չհրապարակվեց։ Պատճառն այն էր, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն իրեն հասկանալի լեզվով չէր ստացել մեղադրանքի տեքստը։ Դուք բարձրաստիճան զինվորական եք, ձեր խոսքը առավել քան դատարանի գնահատմամբ ծանրակշիռ է։ Դուք 2018 թվականին մեղադրական եզրակացությունը ստացել եք ռուսերեն թարգմանությամբ։ 7 տարվա ընթացքում նախորդ դատավարություններին հետ մասնակցել եք որևէ անգամ ռուսերեն թարգմանությամբ։ Մեղադրանքի որոշումն եք ստացել, խափանման միջոց կիրառելու միջնորդություն եք ստացել։ Պաշտպանի դիտարկմամբ որոշ փաստաթղթերի ռուսերենով չտրամադրումը խախտում է իր պաշտպանյալի իրավունքները։ Դատարանը նշեց, եթե գործի քննությունը շարունակվի եւ լինեն կոնկրետ փաստաթղթեր, որոնք Յուրի Խաչատուրովին անհրաժեշտ են անձամբ ռուսերենով ծանոթանալու համար, դատարանը կարող է տրամադրել դրանք, եթե իհարկե ավելի վաղ հայտնեն այդ մասին։ Որպեսզի ձեր աշխատանքը թեթևացան, որպեսզի Жовтная нույնպես դեմ չեն։ Я думаю, что и у вас внутри тоже 100% сидит то, что я ни в чем не виноват. Ես ուսանող գիտեմ, որ դուք էլ ներսում նստած այն հանգամանքը, որ գիտեք, Ваш секретарь тем более. Ձեր քարտուղարը նամանավան։ Кроме прокурора, конечно. Բացի դատախազից։ Вы меня освободите от всех дел, потом занимайтесь. Դատարանը պարզաբանեց, եթե նրան մեղսագրվող արարքը չհաստատվի, արդարացման վերդիկտ կկայացնի, եթե ոչ, ապա մեղադրական։ Ընդգծեց, հիմա այդ փուլը չէ։ Тогда переводите все подряд. Ուրեմն ամբողջը հերթով թարգմանեք։ Դատավորը նկատեց, եթե անձամբ է ցանկանում ծանոթանալ գործին, ապա դատարանը իր այդ իրավունքը չի սահմանափակի։ Հիմա եթե դուք դատարանին հայտնեք, որ դուք միևնույնը չեք ընթերցել, պարոն Պողոսյանին եք վստահել, դա ձևական կլինի, որ մենք դիտացինք 3 հաղորդման ձեզ, դուք հաջորդ դատական նիստերին օրինակ հրապարակեք, որ դուք չեք էլ կարտացել, ցանկությունը չունեք կարտալու։ Դատավորին արձագանքեց Խաչատուրովը։ Если вы нам столько лет уже нервы трепете, почему я вам не могу нервы потрепать? Вы мне переведите и дайте. Դատավոր Սարգիս Պետրոսյանն էլ ընդգծեց, թարգմանությունը կատարելուց հետո դատարանը հարցեր է տալու Խաչատուրովին ու անհարմար իրավիճակ կլինի, եթե ինքը չկարողանա պատասխանել դրանց։ Вы где-нибудь, если преподаете, я не ваш студент, что вы меня тут о чем-то спрашивали, я вам отвечал. Դուք դատարանում պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, հայտարարեց դատավորը։ Քանի որ փոփոխված մեղադրանքի թարգմանված տարբերակը դեռևս հասանելի չէր Խաչատուրովին, դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 17-ը։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։